Մենք երևի երանի կտանք այն աշակերտներին, որոնք Հիսուսի հետ 3 տարի ու կես երկրի վրա քայլեցին, ապրեցին։ Ես կարծում եմ իրանք շատ հետաքրքիր բաներ տեսան։ Օրինակ բժշկված մարդուն տեսնել այդ բժշկության ուրախությունը ապրելը։ Ես կարծում եմ շատ հաճելի է էլի այդ որ մարդու սրտի խորքից ինչ փառաբանություն է բարձրանում, որ մարդը բժշկվել է։ Աշակերտները ինչքան բժշկություններ տեսան, ինչքան հրաշքներ տեսան, զարմանալու, ինչքան են նեղված ընկած մարդիկ, որ բարձրացան, որ զորացան, ուրախացան Հիսուսի ծառայությունով։ Հիսուսի խոսքերը լսեցին, որ այդ խոսքերը ներթափանցում են մարդկանց սրտի մեջ։ Եվ այլն, շատ հետաքրքիր էր նրանց կյանքը Հիսուսի հետ։ Հիմա, այդքանը մի կողմ, եկավ մի օր, այդել Հիսուսը այսպիսի բառեր ասեց։ Կարդում եմ Ղուկաս ավետարանի 22 գլխի 14 համարը։ 14-15, հա? 14-15-ը հիմա։ Երբ ժամը հասավ, սեղան նստավ 12 առաքյալների հետ ասելով. փափագեցա, որ այս զատիկը ձեզի հետ ուտեմ իմ չարչարվելուց առաջ։ Այս խոսքերը իմ մեջ մեծ տպավորություն են թողել։ Հիսուսը իր աշակերտների հետ այդքան ընթացքից բացի, մեկ էլ այս մի անգամ ասում փափագեցա, որոշ թարգմանությունների մեջ ցանկանալով ցանկացա, բայց այս փափագել իմ համար ավելի ազդեցիկ բառ է։ Փափագեցի, որ այս զատիկը ձեր հետ ուտեմ իմ չարչարվելուց առաջ։ Որ Հիսուսն ասում փափագեցա նշանակում է իր համար դա շատ կարևոր էր։ Թե այդ օրը, թե այդ գործողությունը շատ կարևոր էր։ Այնքան արածներից կարելի ասել ամենակարևորը, որ Հիսուսն ասեց փափագեցա, որ այս զատիկը ձեր հետ ուտեմ։ Դե հիմա ուզում եմ այն ինչ որ մեջս կա, այն ինչ որ պատրաստել եմ, սկսեմ բացատրել։ Ուզում եմ հնից կամ։ Աստված ընդհանրապես մարդկանց հետ որ գործ է ունենում, Աստված մարդու են սովորական խոսքին չի հավատում։ Աստված առաջարկում է ուխտի մեջ մտնել։ Աստված Նոյի հետ ուխտի մեջ մտավ։ Ուխտ արեց, եւ Աստված ուխտը այսպես ասեց. այլևս երկիրը ջրեղեղով չեմ կործանի։ Այսինքն մարդկանց համար մի հատ օգտակար բան, մի հատ լավ բան։ Էլ չվախենակ, ինչքան ուզում անձրև գա։ Ինչքան ուզում գետերը վարեն, որոշ տեղեր կարող է քշեն տանեն, բայց աշխարհը ջրեղեղով այլևս չեմ կործանի։ Բոլորս գիտենք, բայց կրակով պիտի կործանի, որովհետև աշխարհը ասել է դրան, արժանացել է։ Հիմա, եւ այդ ուխտը որ կապեց, ուխտին որպես նշան Ծիածանը ասեց, այդ աղեղը որ տեսնես, ես էլ որ տեսնեմ, հիշեմ ես իմ խոստումը։ Եվ Նոյի սերունդ, մենք բոլորս Նոյի սերունդ ենք, գիտեք, որ այդ աղեղը տեսնես, արդեն չվախենաս, ջրեղեղ չի լինելու։ Եվ մենք էլ զգացել եք, որ Ծիածանեկներում ուրախանում եք։ Ինձ հաճելի է Ծիածանին նայելը։ Ոչ մեկը օրինակ կայծակից վախենում են, բայց Ծիածանից ոչ մեկը չի վախենում։ Հələ հակառակ։ Եկեք մի հատ Ծիածանը տեսեք, ընտանիքի անդամներին ասում են։ Ուրախությունը, Աստծո դրած այդ նշանը ուրախությունը։ Հաջորդ էլի նենց փոքր մասշտաբի մարդկանց հետ ուխտ արել, բայց ես մեծ ուխտերն եմ ասում։ Աբրահամի հետ ուխտ արեց։ Ասեց, որ քեզ քո սերունդը պիտի շատացնեմ եւ քո սերունդը պիտի օրհնություն ունի ազգերի համար։ Ամբողջ աշխարհը բոլոր ազգերը պիտի օրհնվեն քո սերունդով։ Այս ուխտը արեց եւ ուխտի նշան տվեց։ Այսի արդեն մարմնից ինչ որ մաս պիտի կտրվեր։ Եվ ով որ այդ նշանը չուներ, ասում էր ժողովրդի մեջից պիտի կորսվի։ Այդ Աստծանի Աստված նշանը կարևոր էր համարում։ Այսա երրորդ ուխտն էր։ Բոլորս գիտենք, ովքեր ջրով մկրտվել են, ես կարծում բոլորը ջրով մկրտված մարդիկ են հավաքվել։ Ջրի մկրտությունը բացատրվել է, որ Աստծո հետ ուխտի մեջ մտնել է։ Մենք ջրի մկրտությունով ուխտի մեջ մտանք Աստծո հետ։ Հիմա Աստված այս ուխտին էլի նշան է տվել։ Նոյի հետ ուխտին նշան տվեց, Աբրահամի հետ ուխտին նշան տվեց, այս որ Հիսուսը իր հարսի
իր եկեղեցու իր ժողովրդի հետ ուխտ կապեց, սրան էլ նշան տվեց։ Այսա այդ նշանն է, այդ եմ ուզում ես բացատրեմ։ Սա նոր ուխտի նշանն է։ Սա ուխտը չի, մենք ուխտը արդեն ջերմիկրությամբ կապել ենք։ Սա նոր ուխտի նշանն է, որը օրինակ Նոյին ասեց, ինչքան տեսնենք, պետք է հիշենք մեր ուխտը։ Դրա համար գրված է, չէ, ինչքան օրեսի անեք, հիշեք Հիսուսի մահը։ Հիմա Հիսուս որ ասեց փափագեցա, շարունակությունը կարդամ, տենանք դες արդեն շտապեցի ասի հեսա, պետք է կարդային որ ասեի, բայց ամեն դեպքում կարդամ։ Քանի որ ձեզ կասեմ, թե այլևս բնավ սրանից պիտի չուտեմ, մինչև Աստծո թագավորության մեջ կատարվի։ Եվ գավաթը առավ գոհացավ ու ասեց. «Առեք սա ու բաժնեցեք ձեր մեջ, որտեղ ձեզի կասեմ, թե բնավ որդի բերքից պիտի չխմեմ, մինչև Աստծո թագավորությունը գա»։ Առաջինը ինքը իրան դրեց ուխտի մեջ։ Հետո շարունակությունը։ Եվ հաց առավ, գոհացավ, կտրեց եւ տվեց նրանց ու ասեց. «Այս է իմ մարմինս, որ ձեզի համար տրված է։ Սա արեք ինձ հիշելու համար»։ Նույնպես էլ գավաթը առավ ընթերքից հետո ասեց. «Այս գավաթը նոր ուխտ է իմ արյունովս, որ ձեզի համար պիտի թափվի»։ Հիմա ես ուզում եմ ասեմ, առաջի ուխտը տեսնելու էր, երկրորդ ուխտը կտրելու էր, երրորդ ուխտը ուտելու է։ Երրորդ ուխտի նշանը ուտելու է։ Հիսուսը ասեց առեք այս հացը կերեք որպես իմ մարմին եւ արյուն ջինին խմեք որպես իմ արյուն։ Ուտելու է։ Այս ուտել ուզում եմ ինչ որ ձևով, ինչ որ չափ բացատրեմ։ Ուրեմն ուզում եմ կարդամ Երեմիա մարգարեի 31 գլխի 33 համարը։ Դե Երեմիա մարգարեն արդեն Հիսուսից առաջ է եղել, բայց իր միջոցով խոստացումը այս ուխտը։ Բայց այն օրերից հետո ասում է Իսրայելի տան հետ անելու ուխտը սա է. իմ օրենքս նրանց ներսիդին պիտի դնեմ ու նրանց սրտի վրա պիտի գրեմ եւ ես նրանց Աստված պիտի լինեմ եւ նրանք ինձի ժողովուրդ պիտի լինեն։ Այս մեջտեղի երկու նախադասություն է։ Իմ օրենքս նրանց ներսը պիտի դնեմ ու նրանց սրտի վրա պիտի գրեմ։ Աստված ասում է, որ իմ օրենքս կարդում եք, իմ օրենքս նրանց ներսը պիտի դնեմ, դրա համար Աստված ասեց կերեք։ Եվ նրանց սրտի վրա պիտի գրեմ։ Ես ինչպես որ հասկանում կաշխատեմ էդի ներկայացնեմ։ Մենք ապրում ենք ուտելով, ճիշտ է։ Բան ենք ուտում, որը դառնում է ինչ կալորիա, վիտամին, բժշկություն։ Վերջում մեր ապրելը ինչ որ բան ուտելով է։ Իհարկե սխալ բան ուտենք կարող է վնաս տա, ճիշտ բաները օգուտ կտան։ Նաև ուտելիք կա, օրինակ ճաշի մեջ կարող է ջուրը շատ լինի, կարտոշկեն շատ լինի, բայց բաներ կա գցում են, բայց քիչ են գցում։ Օրինակ համեմունքները քիչ են գցում։ Ուզում ասեմ, այդ շատն ու քիչներ կախված է թե դա ինչ ուտելիք է։ Հիմա, եթե քանի որ մենք ապրում ենք ուտելով, Աստված որոշեց այդ ուտելով մի հատ նոր կյանք մեր մեջ առաջացնի։ Այդ նոր կյանքը ո՞րն է։ Ես ուզում եմ մի հատ օրինակ ասեմ, նոր խոսքս շարունակեմ։ Որ տենում եք տղեն հորը նման է։ Ասում եք նույն արյունն է, չէ՞, մեջը։ Եվ այդ դնթը բա որ անում են, որ նույն արյունն է, դրանով են համոզում, որ ժողովուրդ, մենք որպեսի Հիսուսի շարունակություն լինենք, մեր մեջ պտտվի Հիսուսի արյունը։ Հիմա, ինչպես Հիսուսի արյունը գա մեր մեջ, բնականորեն ուտելով։ Որտեղ կերակուրներ կան արյունն են, չէ, լրացնում, շատացնում։ Եվ բայց Հիսուս իր արյունը ինչպես ներկայացրեց, ոչ թե իր մարմնից արյուն հանեց, այլ գավաթը վերցրեց, գրած է գոհանալ, դե գոհանալ, ոչ թե միայն գոհանալ, ես հավատում բացել եմ մի տեղ, առաջ Կորինթացիների 10-րդ գլխի 16 համարը, 16 գրած է,
օրհնության գավաթը, որ մենք կորնենք, չէ որ Քրիստոսի արյան հաղորդությունն է։ Մենք օրհնում ենք, նոր գոհանում ենք։ Բաժակների համար, հացի համար օրհնող եղբայրներ, այդ օրհնության բառը ասեք։ Տեր Աստված օրհնի, հետո նոր գոհացեք։ Հիմա, որ օրհնում ենք, ինչա կատարվում։ Ես էսի արդեն կրկնությունը շատ անգամ ասել եմ։ Հացը մնում է հաց, գինի մնում է գինի, չի փոխվում։ Ոմանք ասում են գինին դառնում է արյուն, չէ, գինին չի դառնում արյուն, հացն չի դառնում միս։ Հացը մնում է հաց, գինին մնում է գինի։ Բայց դրա մեջ Աստված հոգևոր ինչ որ բան է դնում։ Ոնց որ բոլորդ գիտեք, բաժակով ջուրը, այս ջրի մեջ։ Եթե մի հատ դեղահապ գցենք ու խառնենք, բան լսենք լուծվի։ Արդեն մենք հասկանանք, որ դեղը սրա մեջ ինչ որ բան է լցրել։ Որովհետեւ խմենք, այդ դեղի ազդեցությունը կգա։ Այսինքն ջուրը մնում է ջուր, բայց ջրին ինչ որ ազդեցություն է տրված։ Ես հավատում եմ, հացը մնում է հաց, բայց աղոթքով մի հատ հոգևոր ազդեցություն է դրվում դրա մեջ։ Ինչպես Պողոսի թաշկինակը, որ տանում էին դնում էին հիվանդի վրա, այդ թաշկինակը չէր դառը հրեշտակ։ Թաշկինակը էլ նույն գործվածքով թաշկինակ էր, բայց հոգևոր զորություն կար, որը հիվանդի վրա ներգործում էր։ Մեր ձեռքը, որ դնում ենք հիվանդի վրա աղոթելու, մեր ձեռքը չգիտեմ ինչ երկնքից չի եկել, բայց այդ հոգևոր աղոթքով։ Ես հավատում եմ աղոթքին։ Հիմա այսքանը բացատրեցի, մի հատ էլ օրինակ ասեմ ու նոր խոսքս հասցնեմ տեղ։ Որ քիչ առաջ ասացի, ճաշի մեջ ջուրը շատ է, կարտոշկեն շատ է, չգիտեմ էլ ինչով ճաշ է, մսով է, ինչով է, բայց աղը շատ չի։ Մի ամբողջ կաստրուլի մեջ կարող եմ 2 պտուղ աղ գցես, բայց առանց աղի ճաշը չուտվի։ Աղը քիչ է, բայց այդ աղը ճաշին եւ համատալի եւ օրգանիզմի համար աղը շատ կարևոր։ Առանց աղի դու մի քանի օր, մի քանի շաբաթ հաց ուտես, մի շաբաթ մնաս, մի շաբաթ չէ, բայց երկար մնաս, ոսկորներդ կկոտրվեն կընկնեն։ Այսինքն աղը թեկուզ քիչ է օգտագործում, բայց աղը ինչքան կարևոր է։ Դրա համար Հիսուսը մի հատ լագանով լիքը հաց չտվեց, այս 3 կշտացեք, չէ, մի հաց ասեց բաժանեք ձեր մեջ, մի բաժակ ասեց բաժանեք ձեր մեջ, այսինքն սա շատ պետք չի, սրա քիչն էլ քեզ հերիքա, որ դու ապրես։ Սրա քիչն էլ հերիքա, որ իմ արյան զորությունը դրա միջոցով գա քո մեջ եւ քո մեջ իմ արյունը պտտվի։ Քո մեջ իմ հատկությունները գան, ես ու դու նույն հատկությունների տերը լինենք։ Կամ մեզի շատերը արդեն են դառնա, որ դեղով ենք ապրում։ Մի դեղահաբը որ խմես, սարուշի կոճակի չափ է, բայց ինչ ազդեցություն է թողում։ Այսինքն սրա քիչն էլ բավական է, որ քո մեջ հոգևոր ազդեցություն գա։ Շատերը այս որ քիչ է, ասում են խորհրդապատկեր է։ Հիսուսը խորհրդապատկերով չխոսեց մեր հետ։ Հիսուսը ինչ որ հանձնարարեց, դրա մեջ զորություն կա։ Դրա մեջ օրհնություն կա։ Դրա մեջ կյանք կա։ Նորից ուզում եմ գամ են սկզբի մտքին եւ արդեն համապատասխան տեղը կարդամ։ Սկզբի միտքը է սա։ Սա նոր ուխտի, ինչպես բանի Նոյի հետ նշանը տվեց, Աբրահամի հետ նշանը տվեց, սա նոր ուխտի նշանն է։ Եվ այս նշանը մենք հաճախակի պետք է ունենանք։ Հաճախակի, պարզապես այս նշանը մենք պիտի ուտենք։ Սա միայն տեսնելը չի։ Նոյինը տեսնելով էր, Աբրահամինը կտրելով էր, սա ուտելով է։ Մենք այս ուտելով հաճախակի նորոգում ենք մեր ուխտը։ Մեր ուխտը նորոգում ենք։ Եվ ինչքան ուխտը նորոգվի, այնքան ամուր կլինի այդ ուխտը։ Մանավանդ որ եթե մի բան ուտելով է, ուրեմն նա զորություն է բերում մեր մեջ։ Կերած բանը մեր մեջ զորություն է բերում։ Դրա համար ես դեղի եւ աղի օրինակը բերեցի։ Դեղն էլ մենք կաստրուլկով չենք ուտում, աղն էլ։ Երկուսն էլ քիչ են, բայց մեզ ապրեցնող են, զորավոր են, մեր մեջ ինչ-որ գործ են անում։ Ես հավատում եմ, սա դեղից էլ, աղից էլ, եւ ուրիշ շատ կերակուրներից ավելի մեծ գործ է անում մեր մեջ, հոգևոր ազդեցություն է անում, հոգևոր գործ է անում։ Դրա համար սեր
գրված է, որ մենք դրանով ես 10-րդ գլխի, առաջ Կորինթացիների 10-րդ գլխի 16-ը կարդացի, հիմա 17-ը կարդամ։ Քանզի մենք շատերս մեկ հաց, մեկ մարմին ենք, որտեղ ամենքս էլ այդ մեկ հացից կվայել ենք։ Փաստորեն ինչ ազդեցություն է անում, մեզ դարձնում է մի մարմին։ Մեզ միավորում է, մեզ դարձնում է մեկ։ Մեր բոլորի մեջ արդեն նույն ԴՆԹ-ն է, հոգևոր իմաստով։ Մեր բոլորի մեջ այդ նույն հատկությունն է։ Ես ինչ կոպիտ է այդ օրինակը, բայց էլի եմ ասել շատ։ Ասենք, պատահում ասենք, մի ընտանիքում մի հատ պահածով բացում են թունավորը, եւ սա ընտանիքով թունավորում են։ Այդ մի թույնը բոլորին դարձրեց նույն հիվանդը, ասենց ասեմ։ Այդ թույնը հակառակն է։ Սա թույն չի, սա դրական բան է, բայց այս մի բանով մենք բոլորս դառնում ենք ոչ թե նույն հիվանդը, այլ նույն զորավորը։ Նույն անձնավորության մասնիկները, Հիսուսի մասնիկները, դրա համար այս սրանից երկու գլուխ հետո արդեն ասում է, մենք Հիսուսի մարմնի անդամներն ենք։ Ինչպես այս մարմինը մեկ է եւ շատ անդամ ունի, մենք Հիսուսի մարմնի անդամներն ենք։ Ոնց եղանք, ես հավատում սրա միջոցով։ Այո, մեր հավատն է գործում։ Մենք հավատքով ընդունեցինք Հիսուսին, բայց իրականանում է մեր կերածով։ Եվ դրա համար էլ արդեն կարդամ այնտեղը, որ միշտ կարդում ենք, որտեղ ես Տիրոջից ընդունեցի այն, որ ձեզ լավանդեցի, թե Տեր Հիսուս իր մատնված գիշերը հաց առավ եւ գոհանալով կտրեց ու ասեց. «Առեք ու կերեք, այս է իմ մարմինս, որ ձեզի համար պիտի կտրվի։ Սա արեք ինձ հիշելու համար»։ Այս հիշելը հենց այդ է, որ բանն է այդ նշանն է։ Նույնպես էլ գավաթ ընտրիկից հետո առավ ու ասեց. «Այս գավաթը նոր ուխտ է իմ արյունով, սա արեք քանի անգամ որ խմելու եք ինձ հիշելու համար»։ Նաեւ այս քանի անգամ որ ասում է, ուրեմն նշանակում է շատ անգամ։ Որտեւ քանի անգամ որ այս հացը ուտեք ու այս գավաթը խմեք, Տիրոջ մահը պիտի պատմեք մինչև ինքը գա։ Ուստի 27 համարում։ Ուստի ով որ այս հաց ուտե կամ Տերոջ գավաթը խմի անարժանաբար, պարտական պիտի լինի Տերոջ մարմին եւ արյունին։ Ուրեմն թող մարդ իր անձը փորձի ու այսպես այն հացից ուտե եւ այն գավաթից խմի, որտեւ այն որ անարժանաբար կուտի ու կխմի, իր անձի դատապարտությունը կուտի ու կխմի, որտեւ Տիրոջ մարմնի իմաստը չի որոշի։ Սրա համար ձեր մեջ շատ հիվանդներ ու ցավականներ կան եւ շատերն կննջեն, որտեւ եթե մենք մեզ դատել ունեինք, պիտի չդատապարտվեինք, իսկ երբ կդատվենք, Տիրոջից կխրատվենք, որպեսզի աշխարհի հետ չդատապարտվենք։ Բոլոր ճետերով մտադիր չեմ կանգնելու, բայց երկու բան ուզում եմ ասել։ Այս միակ բանն է, որ ասում է, եթե անարժանաբար ուտես, կդատապարտվես։ Սովորական հացը գողերն ու ավազակները մարդասպաններն են ուտում։ Բայց այս հացը, ասում է, անարժանաբար չվերցնես։ Նշանակում Աստված մեծ նշանակություն է տալի։ Ուրեմն Աստված սրա արժեքը, ասում է, որ զգուշ մնա, այս սովորական հաց չի։ Այս հացը, այս գավաթը, սա սովորական հաց չի, սովորական գավաթ չի։ Սա Աստծո այն ամենաթանկ բանն է, որ տալիս է մեզ։ Ամենաթանկը։ Հիսուսը իր մարմինը եւ արյունը տվեց։ Եվ վերջի համարն եմ ուզում ասեմ իմ կարդացածի։ Բայց մինչև վերջի համարը եթե կընդունենք, որ կատարյալ չենք, բոլորս էլ կատարյալ չենք, Կիրակի եմ ասել, բայց որ կատարյալ չենք, ինչ անենք, չվերցնենք, ես հավատում եմ, որ ապաշխարությունով հնարավոր է, որ մենք արժանանանք, ամեն, դրա համար ես վերջի բառը ասում է, եթե հիմա մենք մեզ դատենք, աշխարհի հետ չենք դատապարտվի։ Այ ապաշխարությունը է սա, հիմա ես ինձ դատեմ։ Տեսել եք մարդը, որ զգուշացում ես, մի անգամ արդարանում է։ Այդ արդարանալը արդեն չի նշանակում ինքն իրան դատել, նշանակում է ինքն իր մեղավորությունը բռնып պահում է։ Բայց մենք մեզ դատել նշանակում է, ես իմ մեղավորությունը հանձն եմ առնում։ Ես իմ մեղավորությունը ընդունում եմ։ Ես ներողություն եմ խնդրում։ Ես ապաշխարում եմ։ Հենց հիմա ապաշխարում եմ, հենց հիմա ես թողում եմ, ես խոստանում եմ էլ չանեմ, չնայած կարող է մարդ եմ, հանկարծ էլի պարտվեմ, Հիսուսն ասաց ամեն մեղքու հայություն կներվի, բացի Սուրբ Հոգու դեմ հայությունից,
Նենց որ Աստված այս բանն է ուզում, հենց հիմա ապաշխարենք։ Այսինքն ապաշխարելու համար ինչ որ ընթացներ պետք չի։ Նա սրտանց զեղջը եւ ներողություն խնդրելը բավական է, որ Աստված մեզ արժանացնի։ Բայց եթե մի բան կա, որը գործողություն է պահանջում, ուրեմն այդ գործողությունը պետք է արվի նոր։ Գրված է Մատթեոս ավետարան 5-րդ գլխում։ Եթե ընծած սեղանին բերես եւ հիշես, որ եղբայրդ քո դեմ բան ունի, դա արդեն գործողություն է պետք։ Ընծած թող, նախ գնա հաշտվի, նոր արի ընծած մատուցի։ Այսինքն, եթե անհաշտություն կա, եթե ինչ-որ մի սխալ հարաբերություն կա, մի բան ես կոտրել, փչացրել, նախ գնա հաշտվի, նախ այդ հարցերը լուծի, նոր արի վերցրա։ Իսկ եթե քո սխալը, քո պակասը, քո մեջ է, սխալ մտքեր ես ունեցել, սխալ բաներ ես նայել, սխալ բաներ ես լսել, սխալ բաներ ես խոսել, սխալ վերաբերմունք ես ցուցաբերել, այնց հիմա ներողություն խնդրի եւ Աստված քեզ կարժանացնի։ Միայն սրտանց ապաշխարի, սրտանց ներողություն խնդրի, Աստված ջոկում է ձևական։ Ինչ որ չափ մենք էլ ենք ջոկում, բայց Աստված ավելի լավ է ջոկում ձևականն ու սրտանցը։ Ամեն։ Դե իմ առաջարկում եմ ոտքի կանգնենք։ Ուրեմն ես կխնդրեմ դուք իմ աղոթքը չլսեք, որտեղ ես չեմ ուզի իմ սխալները բարձրաձայն ասեն դուք լսեք։ Դրա համար ես ընդհանուր աղոթք կբերեմ, բայց դու քո սխալները կարող ես ասել, այնքան բարձրաձայն չէ, որ ունես որ, բայց արտաբերես եւ ներողություն խնդրես։ Սրտանց ներողություն խնդրես այն սխալներից, որոնք դու տեսնում ես, որոնք դու ճանաչում ես։ Հաստատ ամեն մեկը ձեզ լավ ճանաչում եք։ Ամեն մեկը գիտեք ինչ սայթաքումներ եք ունեցել, ինչ բաներ եք մտածել, ինչ բաներ եք խոսել եւ այլն եւ այլն։ Հիմա բերեք այդ ներողության աղոթքը բերենք։ Օրհնյալ Աստված։ Ես խոնարհում եմ քո առջև։ Այո, ես խոստովանում եմ, որ ես կատարյալ չեմ։ Ես խոստովանում եմ, որ շատ հարցերում սխալվել եմ Տեր։ Ես ներողություն եմ խնդրում։ Իմ բոլոր սխալ խոսքերի համար, սխալ մտքերի համար, սխալ նայվածների, սխալ լսածների, սխալ վարմունքների համար Տեր։ Նաև այն որ պետք է անեի չեմ արել դրանց համար, ներողություն եմ խնդրում Տեր։ Նաև հիմա դու լսում ես քո զավակների ներողությունը։ Դու լսում ես քո զավակների զեղչն ու խոստովանությունը։ Խնդրում եմ Տեր, ներես, մաքրես եւ ամեն մեկին արժանացնես քո հետ հաղորդակցվելու Տեր։ Արժանացնես Տեր, որ ոչ թե մենք դատապարտություն ընդունենք, այլ քո զորություն ընդունենք Տեր։ Քո զորությունը գա այստեղ ամեն եղբորս քրոջս մեջ Տեր։ Քո զորությունը գա եւ վերափոխի, բժշկի, բարձրացնի, զորացնի Տեր իմ Աստված։ Հավատում ենք, որ դու ես կերակուրը տվել ես մեր զորանալու համար, մեր բժշկվելու համար Տեր։ Այս կերակուրը տվել ես ապրեցնելու համար Տեր, քեզ նմանվելու համար։ Եվ թող այդ հոգևոր ազդեցությունը գա, այդ հոգևոր օրհնությունը գա ամեն մեկի վրա Տեր։ Խնդրում եմ ներես, մաքրես եւ արժանացնես Հայր Հիսուսի անունով։ Ամեն։